Շարունակում ենք եթերը, քիչ էսպես դանդաղորեն, բայց մոտենում ենք այսօրվա եթերը ժամի ավարտին, բայց մինչև այդ պետք է ևս մեկ մշակութային իրադարձության երկու մշակութային իրադարձությունների մասին։ Մեկ մեծ ընդհանուր մշակութային իրադարձության, որի շրջանակներում Եվ դրա անցյալ երկու իրադարձությունների մասին այս պահին պատմենք ձեզ եւ խոսենք մեր հյուրերի հետ։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարի նշում է իր 160-ամյակը եւ այդ շրջանակներում բազմաթիվ հյուրախաղեր ու այլ ծրագրեր։ Կիմանանք մանրամասները մեր հյուրերից։ Ես էլ շտապ եմ ներկայացնել հյուրերին, որոնք արդեն տաղավարում են։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ռեժիսոր Տաթև Ժաքյան, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ եւ շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք կրկին նորից դարձյալ։ Մենք էլ։ Մենք գիտենք առաջիկա երկու ներկայացումները եւ ամսաթվերը եւ որ ներկայացումներն են եւ որտեղ են լինելու դրա մասին իհարկե այդ առիթով ենք հավաքվել խոսելու, բայց նախ գանք 160-ամյակից, որը բավականին այսպես խիտ եւ հագեցած տարի է Գյումրու դրամատիկական թատրոնի համար։ Ասեմ, որ այս տարի հոբելյանական է մեր թատրոնում 160-ամյակն ենք նշում եւ որոշել ենք, որ ամբողջ տարին պիտի լինի մեզ համար տոնական եւ տարին մենք սկսեցինք հյուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, փետրվար եւ մարտ ամսին թատրոնը այդտեղ էր, 3 ներկայացում խաղացինք, շատ ջերմ ընդունելության արժանացանք ու վերադարձանք եւ քանի որ որոշել ենք, որ ամբողջ տարի պիտի լինի, հետո որոշեցինք, որ թատրոնը պիտի շրջագայություններ ունենա Հայաստանի տարբեր մարզեր, ինչու՞ չէ նաեւ մայրաքաղաք։ Եվ այս պահին արդեն չնայած մի քանի ներկայացումներ ենք խաղում, Երկնագույն շանաչքեր, Ինկաց Բերդի իշխանուհին, որը խաղալու ենք Սունդուկյան թատրոնում եւ Բոհեմ ներկայացումը։ Սակայն սրանով էլ չի ավարտվելու եւ 160-ամյակի շրջանակներում կունենանք 2 նոր առաջնախաղ, իսկ հոկտեմբեր ամսին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը կանցկացնի Գյումրու թատերական միջազգային փառատոնը, որտեղ ընդգրկված կլինեն Հայաստանի տարբեր քաղաքներից ներկայացումներ, ինչու՞ չէ նաեւ Հայաստանից դուրս։ Ամբողջ տարին ենք փորձելու ինչքան հնարավոր է լինի թատրոնի համար տոնական, ոչ թե մեկ օր։ Այս տարի փառատոնի 3-րդ տարին է։ Այո, 3-րդ տարին է, որ արդեն իրականացնելու է հենց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը։ Ամենայն դեպս փորձելու ենք ինչքան հնարավոր է տարին տոնական լինի եւ սրանով էլ չենք սահմանափակում, շատ հետաքրքիր նախագիծ ունենք, կարծում եմ դրա մասին Տաթևը կխոսի։ Ես ուզում եմ, որ ամբողջ տարին մեր խնդիրն է, որ ամբողջ տարին թատրոնի համար լինի տոնական եւ հետաքրքիր նաեւ, ինչու՞ չէ։ Իհարկե, բացի նրանից, որ այս հոբելյանական տարին է ձեր մոտ խիտ, առհասարակ ձեր մոտ բոլոր տարիները խիտ եւ հագեցած են, բայց ինչի մասին էր խոսում Լյուդվիգ Հարությունյանը Տաթև։ Այո, խոսքը մեր գալիք ծրագրի մասին է, որի վրա մենք հենց հիմա աշխատում ենք բավական ինտենսիվ կերպով եւ այս տարի Գյումրու դրամատիկականը, ինչպես գիտեք, բացի թատերական ներկայացումներով զարմացնելուց, որոշել է զարմացնի մեկ այլ բնագավառում, որը երաժշտությունն է։ Եվ Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստները, գրեթե բոլորը, որովհետև պարզվեց բոլորն ունեին հրաշալի վոկալային տվյալներ, գրեթե ամբողջ արտիստական կազմը 3 սերունդներով, այսինքն ամենաերիտասարդից մինչև ամենատարեց մեր, այո, խնդրեմ ասացեք։ Խմբի հետ Տաթևենք ունեն խումբ, ֆոլկաստիկ, շատ հետաքրքիր խումբ է, որը նորաստեղծ է, բայց արդեն կարծում եմ շատերը ճանաչում են եւ իրենց հետ համագործակցում ենք ու ուզում ենք թատերականացված համերգային ներկայացում ունենանք եւ այդ օրը հանդիսատեսը, այսինքն խաղացակում կլինի մեկ ներկայացում, որ ավելի շատ համերգ է։ Իհարկե թատերական էլեմենտներ պիտի լինեն եւ կուզենանք, որ դա լինի ու մեր դերասանները երգեն, իհարկե ավելի բնորոշ դերասանի երգելուն ու շատ հետաքրքիր երկացանք է ընտրված։ Հիմա փորձեր ենք անում, կարծում ենք սեպտեմբերի վերջ կունենանք նաեւ այդ համերգ ներկայացումը, այսինքն ես ցանկանում եմ, որ տարբեր ինչպես տարբեր ռեժիսորներ են հրավիրում թատրոն, որ ներկայացումներ բեմադրեն, այդպես էլ նաև այլ ձևաչափերի մեջ մեր դերասանները ներկայանան։ Շատ հաճելի կլինի, որ հետագայում էլ նաև բարեին մեր դերասանները, ինչի՞ չէ։ Վստահաբար դա էլ կլինի, բայց մեր եթերում արդեն հասել ենք հյուրընկալել նրանց, արդեն հասել ենք սիրել նրանց եւ հրաշալի է, որ այս նախագիծը իհարկե իրականություն է դառնալու, բայց վերադառնալով առաջիկա, այո, մայիսի 26-ին Սունդուկյանի թատրոնում տեղի ունեցող ներկայացմանը Ինկաց Բերդի իշխանուհին։ Այո, ներկայացում արդեն 2 անգամ մենք մայրաքաղաքում խաղացել ենք, գիտեք, վերջի շրջանում այնպես է ստացվել, որ բավականին մասշտաբային ներկայացումներ են եւ բավականին բարդ է գալ Երևան ներկայացում խաղալ։
2-3 օր նախապատրաստական աշխատանքն է, մեծ խումբ է, ներկայացման մեջ ընդգրկված են 50-ից ավել դերասանական խումբ եւ ամբողջ տեխնիկական անձնակազմը փոքր-ինչ բարդ է, դրա համար նաեւ ինքը իր թեմադրական մասով ու նկարչական ձևավորումով հարմար է միայն Սունդուկյան թատրոնում։ Եվ խաղալու ենք արդեն 3-րդ անգամ հանդիսատեսի պահանջ կար, սիրով գալու ենք, պարտությունները ոչինչ, վստահ եմ, որ կհաղթահարենք եւ արդեն 26-ին խաղալու ենք, շատ ուրախ եմ, որ հետաքրքրություն կա եւ տոմսերը սպառվում են եւ վստահ եմ, որ հետագայում նորից կգանք, բայց սրանով չենք սահմանափակվում, քանի որ ամեն ներկայացում ունի իր հանդիսատեսը, ինչպես նշեցի, Երկնագույն շանաչքերը խաղում ենք խաղում ենք տիկնիկային թատրոնում, հիմա արդեն դրամատիկական թատրոնում, բոհեմ ներկայացումը, որը միշտ դեպլեցուն հանդիսատես ունի ու մայրաքաղաքից գալիս է ներկայացում նայելու, Տաթևի աշխատանքներ, այս ներկայացումը ինձ համար շատ առանձնահատուկ է, որի մասին ինքը կխոսի, բայց ինչի է սա կարևոր, որովհետև եւ դրամատուրգն է նոր, եւ ռեժիսորն է նոր, եւ 4 մեր թատրոնի դերասանուհիները կարծում եմ գործի մասին Տաթևը խոսել, սա էլ խաղալու ենք արդեն 27-ին տիկնիկային թատրոնում։ Դե խոսենք հենց այս ներկայացման մասին։ Այս ներկայացման դեպքում այդքան բարդ չէ տեղափոխության հարցը կազմակերպել է եւ հետաքրքիր է բացի մայրաքաղաքից, այլ որ հանրապետության թատրոններում կարող է մեր հանդիսատեսը սպասել։ Մինչ այդ մենք բավական վերջին этаպում հատկապես բավական շրջագայեցինք, այսպես ասած, բոհեմ ներկայացումը գրեթե Հայաստանի մարզերի մեծամասնությունը, հա, իսկապես արդեն իսկ հասցրել է հաղթարշավը, բացի մայրաքաղաք Երևանից եւ կարելի ասել, որ սա մեր երևանյան պրեմիերան կլինի ամսի 27-ին, որին մենք շատ սպասել ենք, որովհետեւ արդեն մի քանի տարի խաղացանկում կա բոհեմը, ինչպես նշեց պարոն Հարությունյանը, շատ մարդիկ եկել ու դիտել են, բացի երևանյան հանդիսատեսից, ուստի մեզ համար շատ սպասված է, որ մենք վերջապես նաեւ առիթ ունենք Երևանում խաղալու բոհեմ ներկայացումը։ Հետաքրքիր է, երբ 3 տարի առաջ այս ներկայացումը նոր էր բարձրանում, ձեր կողմից հնչած կարծիքը, որ սա դառնալու այցեքարտային ներկայացում, 3 տարի հետո նույն կարծիքն եք պահպանում, թե ավելի մեծ է այն։ Գիտեք, ես երբ ներկայացումը նոր սկսեցինք ու միտք կար, որ պիտի գրվի պիեսը, Տաթևի ընկերուհին է գրել պիեսը ու 4 հերոսուհիները կարծում եմ այն կանայք են, որոնք գրավեցին ամբողջ աշխարհը ու տանուլ տվեցին իրենց կյանքը։ Նախ առաջինի ինքը ժանրն է շատ հետաքրքիր, երբ որ հանդիսատեսը գալիս է ու տեսնում է Կոկո Շանելին կամ Էդիթ Պիաֆի կյանքը, եւ ամենակարևորը ներկայացումը Տաթևը կարողացել է այնպես աշխատելու այնքան հետաքրքիր է, որ ինքը անընդհատ նշեմ, որ մենք Հայաստանում չկա մի մարզ ու քաղաք, որ եղած չլինենք ու լեփլեցուն է եւ ամենակարևորը ժողովուրդը սիրում է այդ մեծ, ասենք, ճանաչված մարդու կյանքի մասին իմանալ։ Երևի հենց սա էր ու ամենակարևորը նաեւ բեմադրության առանձնահատկություններից մեկը անկեղծությունն է, որ շատ հետաքրքիր է բեմադրել ու վստահ եմ, թե երկար ժամանակ այս ներկայացումը թատրոնի խաղացանկում կլինի։ Վերնագիրը Տաթև կարծեմ թե դուք եք որոշել, որովհետև պիեսը ի սկզբանե չուներ վերնագիր, անանուն պիես էր, բայց մի բան կար մեզ համար շատ կարևոր, որ մարդիկ սովորաբար, ինչպես 4 հերոսուհիներից երկուսյանը նշեց, պարոն Հարությունյանը, ես լրացնեմ նաև, որ Մարինա Ցվետաևա, ռուս բանաստեղծուհի, Կոկո Շանել, Էդիթ Պիաֆ, Ֆրիդա Կալո, 4 հանրահռչակ կանայք են, շատերի կարծիքով երջանիկ, շատերի կարծիքով շատ փայլուն բոհեմական կյանք տեսած, բայց մենք փորձել ենք ցույց տալ, թե բոհեմական կյանքի հետևում ինչեր կան թաքնված եւ հենց մեր ներկայացման առանցքում այդ 4 կանայք իրենց բոհեմական կյանքի հակառակ կողմն են մերկացնում, որն էլ երևի հենց հետաքրքիր էր հանդիսատեսին։ Եվ հատկապես զարմանալի չէ երևի կին հանդիսատեսին, որովհետեւ կանայք մի ուրիշ հետաքրքրությամբ են գալիս դիտելու առաջարկում եմ եւս մեկ անգամ նշենք, որ մայիսի 26-ին մարմնավորել են այս ոնց հետաքրքիր է, որ դերասանուհիներն են մարմնավորել այս 4 կերպարներին։ Ես օրինակ Ջեմա Ադամյանը 26-ին խաղում է Ինկացբերդի իշխանուհի, իսկ 27-ին Էդիթ Պիաֆ։ Նարա Սանտոյանը, Մարինա Ցվետաևայի դերում, Հասմիկ Սուվայրյանը, Ֆրիդա Կալոն եւ Նարա Սանտոյանը, Մարիա Ցվետաևա։ Եվ Մացոյան Դիանան Կոկո Շանելի կերպարում է, այո։ Այո, փայլուն դերասանական խաղ եք տեսնելու իհարկե այս ներկայացման ժամանակ եւ ուզում եի հիշեցնել, որ ավելի հստակ մայիսի 27-ին այստեղ տիկնիկային թատրոնում կարող է մեր հանդիսատեսը տեսնել բոհեմ ներկայացումը, իսկ մայիսի 26-ին Սունդուկյանի անվան թատրոնի բեմում արդեն Ինկացբերդի իշխանուհին բոհեմ ներկայացումը, այո, բավականին շարժականն է եւ հեշտ է տեղափոխել, իսկ արդյոք Ինկացբերդի իշխանուհին հնարավոր է բացի մայրաքաղաքից տանել այլ
թատրոն։ Գիտեք, մենք ունեցել ենք հրավերներ, որը հնարավոր չի։ Եվ խնդիրը նրանում չի պայմանավորված, որ ստեղծագործական խումբը շատ է, այլ բեմադրական, նկարչական մասն է շատ բավականին բարդ։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Նախսունդուկյան թատրոնին, որովհետև սիրով ընդառաջեց ու 1-2 օր մենք պիտի նախապատրաստվենք այդ աշխատանքին։ Ինքը տեխնիկապես հնարավոր չի։ Վերջի շրջանում իմ արած ներկայացումները իրոք հնարավոր չի թատրոնից դուրս գալ, իսկ եթե հնարավոր է, ուրեմն շատ քիչ։ Նույնը կարող եմ ասել, Խավարի առաքյալներ այդպես եղավ, բավականին բարդ է, հատկապես սցենոգրաֆիայի առումով, բայց կփորձենք։ Եվ դա շատ լավ է, որովհետև բոլորը ձգտում են դեպի Գյումրի։ Իհարկե։ Ես կուզենամ նաև նշեմ, որ այս 160-ամյակի շրջանակներում մենք մի երկու առաջնախաղ արդեն ունեցել ենք ու խոսել ենք, ու այդպես պիտի լինի, միշտ ասել եմ, որ շատ եմ կարևորում նոր երիտասարդների մուտքը թատրոն, եւ մենք ունեցանք մի շատ հետաքրքիր առաջնախաղ հրավիրված ռեժիսոր Մերի Մարկարյանի աշխատանքներ, կոստյումով տղամարդիկ, առաջիկայում ես կարծում եմ մեր հանդիսատեսը Երևանում կդիտի այդ ներկայացումը։ Ես շատ եմ կարևորում, որ բացի նրանից, որ կան Գյումրի, այլ թատրոններ փորձի իր հերթին Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ հնարավոր է այդ ներկայացումը խաղալ, պիտի շարունակենք։ Նաև նոր ռեժիսորի աշխատանք կլինի առաջիկայում, կարևորում եմ նաև Պատանի հանդիսատեսին եւ մեր դերասանուհի Հասմիկ Սուվայրյանը շատ հետաքրքիր աշխատանք է ներկայացնում Տաթևի հետ մեկտեղ երկարագուպա Պեպին մեր մանուկների համար, որը մյուզիկլ է նաև։ Հստական մանկական ներկայացում։ Դա երբ է սպասվում։ Հունիսի 7-ին առաջնախաղն է։ Ահա, մենք պրեմիերա ունենք նույնիսկ արդյունքում։ Առիթ կունենանք նաև եւս մեկ անգամ այդ մասին խոսելու մեր եթերից ավելի մանրամասն, բայց նաև պիտի անպայման հարցնենք վերջերս ներկայացումներից մեկը, նաև ինչպես նշեցիք, տեղի ունեցավ Ամերիկայում, ԱՄՆ-ում տեղի ունեցավ ներկայացման առաջնախաղը, ինչպես անցավ առասարակ հյուրախաղերը, ինչպես անցան այնտեղ եւ արդյոք պլանավորում եք այս ներկայացումներից ու Ինկացբերդի իշխանուհին դժվար կլինի կարծում եմ հասնել ԱՄՆ, բայց գուցե Բոհեմը։ Անցած տարի մենք մասնակցեցինք մեկ այլ փառատոնի, շարքային թռչնակը ներկայացումով Պետերբուրգում։ Գիտեք, փառատոնների շատ եմ կարևորում, բայց փառատոնների ձևաչափը այնպես է, որ մի քիչ ներկայացումը պիտի լինի ավելի փոքր, ստեղծագործական խումբներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի ուրախություն մեզ լեփլեցուն էր դահլիճը եւ ընտրվել էր այնպիսի աշխատանքներ, որտեղ լինեն եւ երիտասարդների համար եւ ինչու՞ չէ նաեւ Գյումրեցի հանդիսատեսը կարող տեսնել իր սիրելի դերասանուհիներին, որովհետեւ ներկայացման մեջ ընդգրկված էին Անահիտ Քոչարյանը, Սուսաննա Բաղդասարյանը, 3 անգամ խաղացինք ներկայացումները, տվյալ ժամանակահատվածում մի քիչ բարդ էր, որովհետև հրդեհներ էր, բայց ասեմ, որ լեփլեցուն է եղել դահլիճը եւ վստահ եմ, որ այդ հյուրախաղերը շարունակվելու է վերջին անգամ Գյումրու, գիտեք, մասնավոր թատրոնների համար փոքրինչ հեշտ է հյուրախաղեր կազմակերպել, երբ որ դու մենակ ես, իսկ մի մեծ խումբ, որտեղ պատրաստվում են նույնությամբ դեկորացիաներ, պիտի այնպես անես, որ օտար երկրում ապրող մեր հայրենակիցները հասկանան, որ մենք շատ կարևորում ենք իրենց առաջխաղալ ներկայացումը, դրա համար ինքը մոտ 6 ամիս, 7 ամիս տևել այդ նախապատրաստական աշխատանքները, բայց արվեց սիրով ու վստահ եմ, որ պիտի շարունակություն ունենա։ Մենք իհարկե միշտ շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում, որովհետև Գյումրու Վարդան Աջամյանի դրամատիկական թատրոնը պարբերաբար ունի նորություններ եւ դրանք մեկը-մեկից հետաքրքիր բովանդակություն եւ ձևաչափ են ներկայացնում ու վստահ ենք, որ առաջիկայում նոր ներկայացումներով եւ պրեմիերաներով դարձյալ կհյուրընկալենք ձեզ մեր տաղավարում խոսելու նոր ինչ-որ հետաքրքիր մի նախագծի եւ ներկայացման մասին, իսկ առաջիկայի համար եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մայիսի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, ազգային թատրոնում Ինկացբերդի իշխանուհին ներկայացումը կարող եք դիտել, իսկ մայիսի 27-ին Հովհաննես Թումանյանի ազգային տեխնիկային թատրոնում կարող եք դիտել Բոհեմ ներկայացումը, այնպես որ շտապեք ձեռք բերել տոմսերը եւ բաց չթողնել այս հրաշալի հնարավորությունները։